Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որը ես չի ասի, որ նոր է, բայց ամենայն դեպս Հայաստանում կարծես թե նոր է ծնվելու ինչ որ առումով։ Թե որն է այն, նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Մեր շրջապատող աշխարհում տարբեր տիպի եւ նշանակության ցանկացած շինարարական նախագծի հաջողության եւ հուսալիության գրավականը նաեւ այդ մասնագետների ձեռքերում է։ Յուրաքանչյուր շինություն գրագետ կառուցելու գործընթացում հենց նրանք են ապահովում որակ, ամրություն, ճշգրտություն, հուսալիություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Երկրատեխնիկական ճարտարագիտություն, անչափ պատասխանատու, բազմաշերտ ու բազմավոլորտ մասնագիտություն։ Զինված երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտում պահանջվող գիտելիքներով, կարողություններով եւ հմտություններով հենց այդ մասնագետներն են շինարարության ոլորտում եւ տնտեսության զարգացման գործում կատարում անգնահատելի դեր, աջակցելով երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտի խնդիրների լուծմանը։ Երկրատեխնիկական ճարտարագիտություն կրթական ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը բխում է արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության ոլորտում գրունտերի մեխանիկայի, երկրաբանության, հիդրոլոգիայի եւ կիրառական երկրաֆիզիկայի հետ առնչություն ունեցող մի շարք ուղղությունների գծով մասնագետների պատրաստման կարեւորությունից, որոնք ունակ կլինեն իրականացնելու քաղաքացիական շինարարության ոլորտում գրունտային պայմանների ուսումնասիրում, ժամանակակից սարքավորումներով շինհրապարակների սեյսմիկ վտանգի գնահատում, շենքերի եւ կառույցների նախագծման համար ակսելերոգրամների պատրաստում, գիտական հետազոտություններ, ինժեներաերկրաբանական եւ երկրաֆիզիկական եզրակացությունների կազմում։ Երիտասարդ մասնագետների մուտքը ոլորտ կխթանի երկրատեխնիկական ճարտարագիտության ոլորտի գիտական հետազոտությունների զարգացմանը։ Իմ զրուցակիցներն են ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական կոնստրուկցիաներ ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տիգրան Դադայանը եւ նույն համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, ինժեներաերկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հետարքիր է, որ հատկապես 88-ի երկրաշարժը որ եղավ, երևի դրանից հետո պիտի այս մասնագիտությունը այսպես կարիքը կար, ինձ թվում է, այսպես բացահայտել էլի, ինչու այսքան ուշ սկսվեց եւ որտեվ կարծես թե այս մագիստրոսական ծրագիրը հենց նոր է, այսօր պիտի այդ մասնագետները որոշեն, ասենք ընտրեն այդ մասնագիտությունը եւ գան այդ շատ կարեւոր մասնագիտությունը։ Հետարքիր է ուղղակի նախ ինչպես որոշվեց, որ հիմա դա այդ մասնագիտությունը այդ մասնագետներին պատրաստի ձեր համալսարանը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ուրեմն ես նշեմ, որ դուք ճիշտ եք ասում, այս մասնագիտության կարիքը նաև ավելի շուտ պետք է, ավելի շուտ էր զգացվում, ուղղակի հաշվի առնելով իրավիճակը մեր համալսարանում որոշեց մագիստրոսական ծրագիր բացել այս տարի առաջի ուսանողներն են, որ գալու են մեր համալսարան, սովորեն այս մասնագիտությամբ, ես նշեմ, որ այս մասնագիտությունը շատ կարևոր է, այս մասնագիտությունը կապված է անվտանգության հետ, դուք նշեցիք սպիտակի երկրաշարժ եւ այլն, այսինքն ստեղ հարցերը քննարկվում են ոչ միայն սովորական ստատիկ պայմանների հետ կապված, այլ նաև սեյսմիկ։ Այդ իսկ պատճառով մեր համալսարանը հաշվի առնելով իրավիճակը, որ ներկա պահին մեր մոտ շատ քիչ են մասնագետները եւ իսկ այն մասնագետներն էլ որ կան, տարիքը բավականին մեծ է, այսինքն անհրաժեշտ է, որ մեր մոտ ունենանք երիտասարդ մասնագետներ, միևնույն ժամանակ, որ տիրապետեն այն համակարգչային ծրագրերին, որտեղ հիմա այս պահին դուք լավ գիտեք, յուրաքանչյուր ոլորտում համակարգչային մոդելավորումը, հաշվարկները շատ մեծ նշանակություն ունեն, իսկ այն մասնագետները, որոնք այս պահին ներկա նույնիսկ կան, իրանք այդ նոր մոտեցումներին, նոր հաշվարկներին չեն տիրապետում։ Դրա համար այդ մասնագետներից մեկը էստեղ է, պարոն Հայրոյան, որ կա, պարոն Հայրոյան, հետարքիր է, հիմա շատ է փոխվել այդ մասնագիտությունը, դե խորհրդային ժամանակ կար, բայց այս տեխնոլոգիաների զարգացումը, այս IT ոլորտ եւ այլն շատ է փոխվել, թե չէ։ Հիմա ես պատասխանեմ, ուրեմն խորհրդային ժամանակներում
առանձին վերցրած կար գրունտների մեխանիկա, կար հիմքեր հիմնատակեր եւ մնացած իր բաղադրիչները, սակայն գեոտեխնիկա որպես այդպեսին չկար։ Ուղղակի գեոտեխնիկան այդ ամբողջի համախումբն է, որի մի մեջ ընդգրկում է այդ բոլոր խնդիրները։ Ընդհանրապես, ասենք, մենք նայում ենք, տեսնում ենք, ասենք, կոնստրուկտորները, ինժեներ կոնստրուկտորները, իրանք հիմնականում նախագծում են եւ ապահովում են, որպեսզի կառույցը լինի կայուն, բոլոր այդ հաշվարկներով է կատարվում, բայց այդ կառույցը բնական է նա օդի մեջ կախված չի։ Նա հիմնում է երկրաբանական միջավայրի վրա, որը ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, դրա ճիշտ հաշվարկումը շատ դեպքերում բերել է մեծ քանակերկու կառույցների վթարային վիճակի։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հիմնականում 70%-ի պատճառը վթարային հայտնվելու շենքերի կառույցների մասն է խոսքը։ Հիմնականում պայմանավորված են այդ գրունտային միջավայրի ոչ ճիշտ գնահատման հետ։ Սա շատ կարևոր բան ասացիք, որովհետև շատերը մարդիկ ասում են որ այդ շենքը վատ են նախագծել կամ հա լավ չի, բայց կարող է այդ նախագիծը լավը լինի, ուղղակի տեղը սխալ ընտրված լինի։ Տեսեք ինչ խնդիրը նրան է կայանը, որ պատկերացրեք, ասենք, ընդունենք եթե օրինակ կոնստրուկցիայի մեջ ընդունենք կոնստրուկտորը սխալվի եւ այդ շենքը կառուցվի, կառուցելուց հետո եթե ինչ-որ խնդիրներ եղավ հիմնատակի հետ, այսինքն երկրաբանական, բնական երկրաբանական միջավայրի հետ, որտեղ ճիշտ հաշվարկված հնարավոր չի լինի։ Դա հնարավոր չի շտկել։ Իսկ եթե կոնստրուկցիայի հետ է կապված, կոնստրուկցիան կարող են փոխել, ինչ ուզես կարող են անել, բայց ամենագլխավոր կարևոր բանը, որը հիմքն է հանդիսանում, դա հիմնատակն է։ Եթե դուք հիմնատակի հետ խնդիրներ ունեցաք, ընդհանրապես այդ կառույցը իմաստ չունի, այդ կառույցին բուժում հնարավոր չի կատարել, եթե նա վթարային վիճակում է։ Բացի դրանից բացի մենք պետք է ճիշտ հաշվարկենք նաև երկրաբանական պրոցեսների երևույթների ազդեցությունը նորմալ կենսագործունեության վրա։ Նու մասնավորապես Հայաստանի տարածքում շատ տարածում ունեն սողանքային երևույթները կամ նու ասենք նստունային գրունտներ ունենք, ուշող գրունտներ ունենք, բավականին բարդ պայմաններում է գտնվում Հայաստանի տարածքը գրունտային տեսակետից։ Եվ շատ դեպքերում հենց այդ լանջերի կայունության գնահատման, պարոն Դադարյանը ասաց, դրանց այդ ճիշտ հաշվարկման, մոդելավորման, այդ պրոցեսների, եթե այդ աշխատանքներում բաստողումներ են լինում, այսինքն այդ ճիշտ չի հաշվարկում, ճիշտ չի գնահատվում, շատ դեպքերում այդ սողանքային երևույթները խանգարում են նորմալ կենսագործության։ Մենք սողանքային երևույթներ ունենք Դիլիջանում, ունենք Ողջաբերդում, Հայաստանում բավականին լայն տարածում ունի։ Եվ դա չափազանց կարևոր է։ Ընդհանրապես ցանկացած շենք կառույց, եթե կառուցում են, պարտադիր պետք է գեոտեխնիկը գա, երբ որ շինարարական փոսորակը բացում են եւ այնտեղ պետք է շենքը տեղադրեն, որ սկսեն այդ բետոն հիմքի գցելը, պարտադիր պետք է գեոտեխնիկը այնտեղ ներկա լինի, որ ասի կարելի է դրա վրա դնել, թե չի կարելի դնել, պետք է դրանից նմուշներ վերցնի, տանի լաբորատորիա, նորից ճշգրտի, նոր դրանից հետո թույլատվություն տա։ Եթե թույլատվություն չտվեց, չի կարելի նրա վրա որևիցե կառույց տեղադրվի, միջև գեոտեխնիկի բանը չլինի։ Մյուս հարցը մենք գիտենք հիմա բավականին մեծ բում կա շինարարության։ Միայն Հայաստանի Հանրապետությունում մոտ 40 ջրամբար պետք է կառուցվի։ Այդ ջրամբարների կառուցման ամբողջ process-ը դա հենց գլխավոր դերը դե խաղում է գեոտեխնիկը, որտեղ ամբարտակը ջրամբարների պատվարները ամբարտակը պարտադիր գեոտեխնիկան նեղ պետք է հեղինակային հսկողություն իրականացնի, նմուշներ վերցնի, այնտեղ շերտ է տեղի ունենում այդ կառուցումը։ Ասենք մի շերտը եթե տոփանում են գրունտների, պետք է գեոտեխնիկը գա նմուշներ վերցնի, հիմնավորի, որ կարելի է հաջորդ շերտը դնել, այսինքն հետ խտացվածության հաշվությունը հասել է իր ցուցանիշին նախագծային թե չէ, եւ անընդհատ պետք է իր հսկողության տակ լինի։ Անընդհատ իր հսկող, եթե այդ հսկողությունից բաց տողին աշխարհում մենք Մարմարիկի ջրամբարը տեսանք, որ փլզվեց, որի հիմնական պատճառը վատ կառուցած լինելն էր։ Մարմարիկի ջրամբարը դուք հիշում եք 70-ական, 80-ական թվերին, որ փլզվեց, դրա հիմնական պատճառը ուրեմն գեոտեխնիկական հսկողության բացակայությունն էր, կարելի ասել։ Դա արդեն հիմնավորվել է, հələ պլատինան չկառուցված, պատվարը չկառուցված, տեղի ունեցավ սակ եւ փլզում տեղի ունեցավ։ Այդ ուրեմն ընդհանրապես բոլոր ճանապարհաշինության մեջ պարտադիր միջև հիմքերը, ոնել չստուգվի,
Չի կարելի նա ճանապարհի բանը ընդունել կամ ճանապարհը գցել։ Շատ դեպքերում խնդիրներ առաջանում, սկսում է դեֆորմացվել։ Դա հիմնականում կապված է նաև հիմնատակի գրունտների հետ, որ հիմնատակի գրունտների հետ հաշվարկները ճիշտ չի արված, որին դրան համապատասխան նախագիծ արվի։ Բացի դրանից ես պետք է ասեմ հետևյալը, որ ընդհանրապես առանց գեոտեխնիկական ուսումնասիրության, առանց դրա լուրջ մոտեցման, այնտեղ մոդելավորման մտնում, այնտեղ բազմաթիվ բարդ խնդիրներ են առաջ գալիս։ Չի կարելի ոչ մի ինժեներային կառույց իրականացնել։ Դու պետք է ասես, որ վերջին ժամանակներս դրա նկատմամբ ավելի ուշադրությունը բարձրացել է։ Եթե մենք նայենք խորհրդային ժամանակների հետ համեմատենք, բավականին հիմա մի քիչ ավելի ուշադիր են։ Ժամանակ կար այն ժամանակներում, որ առանց ինժեներային եկեղեցաբանության, առանց գեոտեխնիկական բաների շենքեր էին դնում, կառույցներ էին դնում, թույլ էր ուսումնասիրված։ Պարզ ասենք, օրինակ մեզ Աչափնյակի, դուք գիտեք, կառույցները, որ ամբողջությամբ վտարային վիճակում են հայտնվել։ Նրանք այդ դրա նկատմամբ այդ բաները ճիշտ չէին հաշվարկել, որը հետևանքով միջև հիմա դեռ այդ խնդիրը չեն կարողանում լուծել։ Իսկ հիմա փառք ասում, ոնց որ ասում են ավելի զգուշ են լինում, ավելի ուշադիր են լինում այդ հարցերի նկատմամբ, արդեն միջազգային փորձը մտավ եւ այլ։ Այդ բոլոր բաները կարծում եմ բերել է բավականին բարեփոխումների այդ տեսակետից, բայց իհարկե խնդիրներ դեռևս կան, որ պետք է ուրեմն ես լուծումները ստանամ։ Հիմա պարոն Դադարյան, այդ մասնագետները քիչ են, որ այսպես նայում են, քիչ են մնացել, այլ ասում եք 70 տարեկան եւ այլն։ Հիմա այդ դասախոսական կազմի խնդիր չկա այստեղ, որ սովորեցնեն այդ եւ հետո ժամանակն էլ է փոխվել, չէ՞, դուք ասում եք, այ հիմա այն ժամանակ համակարգչով չէր արվում, վերջի, այսօր համակարգչային ծրագրեր կան, չէ, շինարարներ ունեն հատուկ իրենց ծրագրերը, որ պիտի տիրապետեն։ Այս հարցում ես չգիտեմ, գուցե էլի կան ծրագրեր, այդ մասնագետները կան, չկան, ինչպես գտնել։ Ես ասեմ, ուրեմն այս մագիստրոսական ծրագիրը նախատեսված է 1.5 տարում, 1.5 տարվա ուրեմն ժամկետ է, ժամանակում են ավարտում ուսանողները եւ դառնում են մասնագետ, որից հետո կարող են ստանան հավաստագիր։ Ինչ վերաբերվում է դասախոսությունների, ես նշեմ, որ տեղ կուրատորը կամ ղեկավարը լինելու է պարոն Հայրոյանը, բայց համապատասխան մասնագետներ ներգրավելու են, թե Հայաստանից Հայրոյանը չի կարող էլի այդ բոլոր դասերը։ Միանշանակ, բայց ներգրավելու ենք լավագույն մասնագետների, ոչ միայն Հայաստանից, այլ նաև արտերկրից, որովհետև մենք ունենք մեծ համայնք, թե Ռուսաստանում, թե Միացյալ Նահանգներում եւ բոլորը ցանկություն ունեն օգնեն, որպիսի այս մասնագիտությունը կայանա։ Դրա համար, այսինքն այդ տեսանկյունից մենք իմ կարծիքով խնդիր չենք կարող ունենալ, որովհետեւ մասնագետներ մենք ունենք։ Ուղղակի պետք է հետաքրքիր է աշխարհի փորձը, դե բազե աշխարհում այս մասնագիտությունը կա վաղուց, չէ՞, հա։ Երևի այնտեղ էլ խնդիրներ են առաջացել եւ հայտնի երևի կան շինություններ, որ էլի սխալ են եղել, փլուզվել են եւ այլն, չէ՞։ Նրանք են համոզվել, երևի շուտ, հա։ Խնդիրները ինչ վերաբերում է երկրատեխնիկայի հետ խնդիրներ բազմաթիվ են ու շատ կան տարբեր երկրներում, նույնիսկ եթե վերցնենք Միացյալ Նահանգներում, օրինակ Կալիֆոռնիայում կառուցվեց ամենաբարձր շենքերից մեկը Սան Ֆրանցիսկոյում, Millennium Tower տենց է կոչվում, այդ շենքը ու սխալ գնահատումը հենց ինժեներա երկրատեխնիկական սխալ գնահատումը բերեց լուրջ խնդիրների, որ ես ինչքան գիտեմ, մոտավորապես $500 միլիոն ծախսեցին, որ բերեն նորմալ վիճակի այդ շենքը, այսինքն գրունտերի հետ կապված, բայց մինչև հիմա չեն կարողացել բերեն։ Այսինքն այս ամենը ցույց է տալիս, որ այս մասնագիտությունը այնքան կարևոր է, որ եթե չներդրվի այդ գումարները սկզբում, հետագայում դա 100-ապատիկ կամ, չգիտեմ, 1000-ապատիկ ավելի մեծ գումարներ պետք է ներդրվի, որպեսզի այդ սխալները ուղղվի։ Դե մենք խոսեցինք երկրաշարժից, ես նշեցի պարոն Հայրոյանը սովանքները ավելացրեց եւ այլն, բայց այստեղ շատ խնդիրներ կան, չգիտեմ, ջրեր, չէ, եւ այլն։ Այսինքն մենակ այդ սեյսմակայունության խնդիրը չի այստեղ, ընդհանրապես այդ խնդիրները շատ են։
շատ են, հա։ Ես նշեմ, օրինակ դրա այդ հարցի վերաբերյալ, օրինակ տեսեք, սովորական դեպքերում, երբ որ փոսորակ են փորում, դե շինարարը սովորաբար վերցնում է իր ցանկությամբ, իր ձևերով փոսորակը փորում է, բայց հաճախակի լինում են, երբ որ այդ փոսորակը փորվեց, կողքը գտնվում է շենք ու սխալ գնահատման դեպքում հենց ինժեներ, հենց երկրատեխնիկն է գնահատում, գեոտեխնիկն է գնահատում, ինչ ձևով պետք է իրականացվի այդ փոսորակը, լրացուցիչ միջոցառումներ անհրաժեշտ են, թե ոչ, ու սխալ գնահատման դեպքում կողքի շենքերում կարող են առաջանալ ճաքեր, ես վերջերս է դուք երևի հեռուստացույցով տեսել եք դեպքեր առաջացան, չէ, որ փոսորակ էին փորել ճաքեր էին առաջացել։ Հիմա հարցը կայանում է, ով է մեղավոր։ Հիմա մեր մոտ, մեր երկրում ներկա պահին, ուրեմն այդ խնդիրը դրված է ինժեներ երկրաբանի եւ կամ կոնստրուկտորի վրա, դե կախված կազմակերպությունից։ Ստացվում է այդ մասնագետը բացակայում է։ Այ ամբողջ խնդիրը է, որ այս բացն է լրացնում, այս մասնագետը հենց այն մասնագետն է լինելու, որը հենց լինելու է կոնստրուկտորի եւ ինժեներ երկրաբանի միջև, այսինքն ինքը այդ նմանատիպ խնդիրները կարողանալու է լուծել։ Դե այսպես որ խոսում ենք, արդեն պարզ է, որ այս մասնագետների կարիքը գրեթե բոլոր այդ շինարարական հաստատությունները ունենալու են։ Այսինքն եթե մենք խոսենք աշխատատեղերի մասին, այստեղ խնդիր չի լինելու, այսինքն այս մարդիկ ապահովված են լինելու աշխատանքով, չէ՞, այսպես որ երևի մի ես ասեմ հիմա այդ դրա հիմա պատկերացրեք մենք ջրամբարներ են կառուցելու առանց գեոտեխնիկի չի կարող այդպես շինարարություն դեղ իրականացվել ճանապարհաշինության մեջ որ ես գիտեմ մեծ պահանջարկ կա որ այդ գեոտեխնիկական հսկողությունը մասնագետները ես կարող եմ ասել որ դրանք սովորելու պետք է սովորեն բավականին բաց է այդ հարցը որպեսզի դառնան ռեալ մասնագետներ մենք այդ խնդիր ունենք եւ այդ շատ դեպքերում այդ խնդիրները որ մենք ունենում ենք դեֆորմացիաների ճանապարհների քանդելման այդ բոլորը հիմնականում պայմանավորված են դրանով առանց դրա ուղղակի հնարավոր չի անել անում են բերում են դնում են հիմա լաբորատորիաներ կան որ հսկողություն են իրականացնում որ շմահագին խնդիրներ կան որ դրանք բավականին պետքա լուրջ ուշադրություն դարձնեն ես ձեզ մի բան էլ ասեմ տեսեք եթե մենք նայում ենք ասենք կոնստրուկցիաներին նու պարոն Դադայանն նու հանրապետության կարելի ասել համար առաջի համարում է կոնստրուկտորը այդտեղ շինարարական կոնստրուկցիաների հաշվարկներ կատարում է այդ հաշվարկները սակայն այդ շինարարական այդ կոնստրուկցիաները բնականաբար հենվում են երկրաբանական միջավայրի վրա նա էլ է կոնստրուկցիա նա էլ բնական կոնստրուկցիա է պատկերացրեք շերտեր են որոշակի հզորությամբ իրենց հատկություններով ջրերի մակարդակի տեղադրման պայմաններ եւ այլն որը շատ ավելի բարդ եւ դինամիկա փոփոխվողը անկախատեսելի է քան թե ասենք շենքի կոնստրուկցիաները ես չեմ թերա գնահատում շատ բարձր է լինել շատ բարձր ունակություններ է պետք բավականին լուրջ ծրագրեր կան ներկայումս Դադարյանը բավականին նոր հատուկ տեխնիկական պայմաններ առաջարկում հատկապես բարձրակ շենքերի համար բայց մեր մոտ էլ եմ կրկնում ես գրունտային պայմանները շատ ավելի բարդ են բնությունը շատ դժվար է մոդելավորել եղել են աշխարհում մենք ունենք ջրամբարներ Վայոնդի ջրամբարը Իտալիայում որը փլզվեց միջայմալը չեն կարողանում ամբողջությամբ հասկանան շատ բարձր այդ նրանից չի որ ասենք գեոտեխնիկները թույլ են եղել դենք միջազգային մակարդակի բայց այնքան բարդ բաներ կան որոնք ասենք չեն կարող նկատեն բնության մեջ որ տեղի ունենում եւ շատ դեպքերում դա բերում է ողբերգության դե պատկերացեք ջրամբարը փլզվեց ինչա տեղի ունենում ես մի բան ձեզ ասեմ եթե կարելի է ես նորից ավելացնեմ մեկ խոսում են ասում են ամենակարևոր մասնագիտությունը բժշկությունն է ասում են բժշկությունն է բայց կներեք եթե բժշկի մոտ գնա 2 հոգի 3 հոգի այդ բժիշկը անհաջող չկարողացա բուժել կամ ողբերգական հետևանքներ ունեցավ այդ բժշկի մոտ չեն գնում բայց մեր մոտ կարող է մի հատ ինժեների գեոտեխնիկի կամ կոնստրուկտորի սխալի պատճառով ամբողջ կարող է մի ամբողջ գյուղ գնան ամբողջ մեծ ավելի մեծը լինի այդ ամբողջ այդ վնասները, կորուստները, այդ ողբերգությունը ավելի մեծ մասշտաբային բնույթ կարող է կրի։ Այնպես որ այս մասնագիտությունները չափազանց կարևոր են։ Մենք տեսանք օրինակ Թուրքիայում ինչ եղավ։ Թուրքիայում ինչ տեղի ունեցավ, ինչ մեծ ավերածություններ եղավ։ Այդ հիմնական պատճառները իհարկե եւ գրունտային պայմանների հետ էր կախված,
եւ կախված էր նաեւ իհարկե կոնստրուկցիաների ոչ ճիշտ հաշվարկների հետ։ Ուզում ասեմ, որ դա այնպես է, որ ընդհանրապես պետք է լուրջ մոտենալ շինարարական, մանավանդ շինարարության բումի պայմաններում, որ տեսնում եք ինչ մասսայական շինարարություն է գնում։ Հիմա մանավանդ սկսել են ջրամբարներ, ճանապարհաշինություն եւ այլ, ահագին մեծ բավականին լուրջ բան է, որ մենք արդեն պետք է ընկնենք հունի մեջ ընկնենք, մենք էլ սկսենք մեր մասնագետներ ունենալ։ Ես մի բան էլ ավելացնեմ, ես նշեմ, որ հաշվի առնելով այս վերնշված հարցերը, որ ինչքան մեծ նշանակություն ունի երկրի համար, անվտանգության համար, ես կարծում եմ, որ այս առաջի տարին, որ ընդունվելու են մեր ուսանողները, լավ կլինի, որ պետությունն է ինչ որ ձևով աջակցի, նկատի ունեմ մեր նախարարությունը, որ անվճար տեղեր համաձայնում սկզբի համար որպիսի ցանկացողներ լինեն, հետո արդեն երբ որ հունի մեջ ընկնի, արդեն այդ դեպքում արդեն կարելի է ոնց որ արդեն դարձնել վճարովի տարբերակով։ Դե ես չեմ կասկածում, այսօր ասենք բոլոր լավ վարձատրվում են, մարդիկ նաև մասնավոր պատվերներ են անում, ասենք շինարարները հիմնականում ձեր գծով, երևի այս մարդիկ էլ որ ձեռք բերեն այս մասնագիտությունը, որը շատ կարևոր է եւ առանց որի անհնար է գոյատևել, այսպես ասեմ։ Այս մարդիկ էլ նորմալ կվաստակեն, չեմ կասկածում, այնպես որ այստեղ սկիզբն է պետք, եթե սկիզբը մարդիկ մինչև պատկերացնեն սա ինչ է եւ այլն, հետո խնդիր չի լինի, բայց սկզբի համար իհարկե պետության աջակցությունը պետք է եւ արժի որ այստեղ անվճար տեղեր լինեն, ասեմ, պետ պատվերով։ Այդպես է, հուսով եմ, որ երևի կրթության նախարարությունը դա կզգա եւ կընթառաջի, հուսով եմ, ահա։ Դե իմ կարծիքով յուրաքանչյուր երկրում կան ստրատեգիական նշանակության մասնագիտություններ, որոնց դե ես չեմ ուզում նշեմ, որ մյուս մասնագիտություններ, բայց այդ ստրատեգիական նշանակության մասնագիտություններին մասնագիտությունից մեկն է այսօր Հայաստանի համար։ Մեկն է, ես դրա համար եմ հատուկ նշում, որ հատուկ ուշադրություն է պետք։ Հիմա մենք խոսեցինք, որ դասախոսական կազմի խնդիրը դուք ասացիք, որ դրսից էլ օգնություն կլինի եւ այլն։ Այստեղ շատ կարեւոր են այդ լաբորատորիաները, որտեղ այդ որ մենք խոսում ենք այդ գրունտ ասածը, որ կա հիմքը, չէ՞։ Վերջի վերջո այդ որ փորում են երևի դա պիտի բերվեր լաբորատորիա, չէ, ինչ որ ուսումնասիրվի եւ այլն։ Այսօր այդ Հայաստանում այդ լաբորատորիաները կան թե չկան, այդ հնարավորություն, որտեղ շատ կարեւոր է սա, չէ։ Ես ասեմ հետեւյալը։ Ընդհանրապես ինչպես ասենք շինարարությունը, որ միջև նախագիծ անելը, իրականացում է ինժեներ երկրաբանական հետազոտություններ, որտեղ տալիս է կոնստրուկցիան, այն ինչ շերտերից են բաղկացած, ինչ շերտեր ինչ հզորություն ունեն եւ ինչ հատկություններ ունեն, որը տրվում արդեն նախագծողներին, այնտեղ որ իրանք հաշվարկներ կատարեն։ Այդ հաշվարկները արդեն այդ կատարող, այդ գրունտի նստված հաշվող, այդ բոլոր այդ խնդիրները լուծողը դա դառնում է արդեն գեոտեխնիկը։ Արդեն դա ինժեներիա երկրաբանությունից դուրս է։ Այդ իր պոզիցիայի մեջ չի մտնում։ Նա պետք է դնի այդ հաշվարկներն անի։ Ես պետք է ասեմ, որ մենք լաբորատորիաներ կոնկրետ հիմա ճարտարագիտական համալսարանն ունի։ Վատ լաբորատորիա չունի, նորմալ լաբորատորիա ունի, որ հիմա բացի դրանից ասեմ լաբորատորիաներ հիմա այսօրվա դրությամբ պետական համալսարանի ինժեներիա երկրաբանության, ջրաերկրաբանության այդ ամբիոնի համար հիմա նոր ինչ-որ սարքավորումներ են բերելու, ագին գումար են հատկացնում, որպեսզի մեր մոտ էլ այդ լաբորատորիաները ստեղծեն։ Բայց երեք այնտեղ գեոտեխնիկա չէ, դե ինժեներիա երկրաբանություն է, դրանք տարբեր բաներ են։ Դրանք տարբեր խնդիրներով են զբաղվում։ Ու նախկինում կան, դե հին արդեն հնացած սարքավորումներ են, դա պետք է փոխվի։ Այսինքն այդտեղ էլ խնդիր ունենք։ Այո, այնտեղ խնդիրներ ունենք, լաբորատորիա բազայի հարստացում, նորից նոր բաներ նոր սարքավորումներ պետք է բերեն ժամանակակից պահանջներին համապատասխանող, ավտոմատիզացված։ Այդ բաները իհարկե խնդիրները կան։ Դրանք էլ բավականին ծախսատար են, որ պետք է արվեն։ Բայց ես մի բան նշեմ, որ մեր համալսարանը ներկա պահին բավականին հագեցված է, օրինակ ինժեներիա երկրաբանական այդ հետազոտություններ իրականացնելու համար, ու պարբերաբար համալսարանը նոր սարքավորումներ է ձեռք բերում, դե բարձ հասկանալի է տարբեր ուղղությունների համար ու նշեմ, որ այդ ուղղությամբ կոնկրետ այս երկրատեխնիկական ճարտարագիտական ուղղվածությամբ բավականին ունի սարքավորումներ։
նշեմ, որ օրինակ կա գեոֆիզիկայի սարքավորում, որի միջոցով լայնական ալիքներն ա որոշվում, հատուկ դե սարքավորումը, դա 2 տարի առաջ ենք ձեռք բերել համալսարանում ու հենց այդ սարքն էլ նախատեսված է դասընթացների ընթացքում անցնելու են, դա շատ կարևոր է, որովհետև հիմա օրինակ շենքերը, երբ որ շենքերի գեոֆիզիկան, երբ որ գնահատվում են, այսինքն գրունտի կարգը այդ սարքի միջոցով է գնահատվում, շատ հաճախակի սխալ են գնահատում ու հաճախակի ավելի օրինակ առաջի կարգը դա այն ժայռային գրունտերի համար է, հաճախակի այն գրունտերը, որոնք ժայռային չեն համապատասխանում առաջի կարգի, այդ հետազոտությունների շնորհիվ նշում են առաջի կարգ, իսկ ուսանողները երբ որ ունենան համապատասխան գիտելիք, ձեռք բերեն համապատասխան գիտելիք, իրանք այդ սարքերի միջոցով կկարողանան ռեալ գնահատել հենց այդ գրունտի կարգը, ստանալ այդ գեոֆիզիկական տվյալները, դա էլ է շատ կարևոր, այսինքն այդ հագեցվածության տեսանկյունից մեր մոտ բավականին շատ սարքավորումներ կան։ Հիմքը կա կարևորը, դե միշտ էլ պարզ է, ժամանակի հետ միասին միշտ այդ թարմացումները պետք են, անհրաժեշտ են, բայց կարևորը հիմքը կա, այնպես որ այդ սկսել այս ուսուցումը եւ մասնագետներ պատրաստել հնարավոր է, այս ամենակարևորը, ինչ է ուզում հարցնել եւ ինչ մասնագիտության մարդիկ կարող են գալ սովորել այս մագիստրոսական ծրագրում եւ դառնալ, չգիտեմ, ավելի լավ մասնագետ, չէ՞ այդպես, որովհետեւ եթե սա բակալավրիատ չկա, այս ծրագրին պիտի ինչ-որ մոտ, չէ, մասնագիտություն լինի։ Մի բանասերը, չգիտեմ, լրագրողը չի կարող, օրինակի համար եմ ասում, ասենք ինչ մասնագիտություն պիտի լինի, էլի պիտի լինի երևի ինժեներ, շինարար կամ ծայրեղ դեպքում եւի երկրաբանն էլ կարող է, մտածում եմ էլի, հա։ Մի երկու բառով ասեմ, ուրեմն հիմնականում նախատեսված է, որ ճարտարագետ շինարարները, ճարտարագետ շինարար շրջանավարտները կարող են բակալավրիատի շրջանավարտներ կարող են գան ընդունվել մագիստրատուրա եւ ստանալ այդ ուսումը։ Իհարկե հիմքը մենք սկզբից էլ երբ որ բացվում էր հիմքը դրեցինք, որ արդյունաբերական քաղաքացիական շինարարության մասնագետները գան շարունակեն ուսումը այս ուղղությամբ, ինչի համար, որովհետեւ իրանք բազային կրթությամբ բակալավրում ստանում են բավականին շատ գիտելիքներ, որ անհրաժեշտ են, այսինքն լրացնելով այս առարկաներով իրանք կարող են ստանալ այդ համապատասխան բանը, որակավորումը։ Դե ես հույս ունեմ, որ ասենք ովքեր որ լսում են մեզ արդեն ուսանողները, որ հիմա բակալավրիատում են սովորում, մեզ լսում են, հատկապես բակալավրիատ ավարտողները, որ լսում են, այս մասնագիտությամբ կգայթակղվեն, որովհետև որոնք կլինեն այդ պահանջված մասնագետներ, որոնք դեռ Հայաստանում շատ մեծ կա այդ մասնագետների կարիքը ու այսպես կլինեն ինչ որտեղ առաջինները ու շատ պահանջված կլինեն եւ եթե լավ մասնագետներ լինեն, նրանց ձեռքից ձեռք կխլեն։ Միանշանակ։ Ու իդեպ այդ մասնագիտությունը հաշվի առնելով որ ամբողջ աշխարհում տարածված է, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, Իրանում, այսինքն հենց առանձին այդ մասնագիտությունը կա, այսինքն իրանք ստանում են այնպիսի գիտելիք, որ դա կարող են կիրառել նաև աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Ես մի բան ավելացնեմ։ Ուրեմն ձեզ ասեմ հետեւյալը, ասենք այդ գեոտեխնիկա չկար այն ժամանակ։ Խորհրդային ժամանակներում չկար։ Հիմա նոր է մտել մեր Հայաստանի անկախացումից հետո նոր այդ հարցը մտել է։ Արտասահմանում կան, բայց մեզ մոտ չի եղել։ Դե սա լրիվ նոր մասնագիտություն է։ Հանդերձ նորմալ, այս ուղղությամբ նոր մասնագիտություն է։ Այնպես որ շնորհակալ եմ, որ եկաք, նաև որ նախաձեռնել եք այս մասնագիտությունը շատ անհրաժեշտ։ Դե իմ զրուցակիցներն էին տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Տիգրան Դադայանը եւ ինժեներաերկրաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը, երկուսն էլ Հայաստանի ճարտարապետության շինարարության ազգային համալսարանից։ Նրանց հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն